Բարև ձեզ, սիրելի աղավնաձորցիներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Լավ, դուք ոնց եք։ Ինչ անուն եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխեք կան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Տղաներ, լավ եք։ Ում չբարևեցի։ Բարև ձեզ, կներեք, ում չհասցրի ձեռով բարևեմ։ Այո, շատ հետաքրքիր է, թե ինչ եք ստացել։ Փետրվարից բացվեց, արդեն 2 ամիս։ Գրանտային ծրագիրն է։ Այո, որը տեսել եք լոֆթով մյուս Այո։ տեղերում եւ այստեղ Այստեղ լոֆթը չի, ուրիշ կազմակերպում։ Այստեղ մեր կազմակերպությունն է Հայ առաջադեմ երիտասարդություն, Հայաստանում 4 երիտասարդական կենտրոն ունենք, որոնցից մեկը պետության եւ համայնքի հետ համագործակցությամբ այստեղ բացվեց։ Մյուս 3-ը որտեղ են։ Չարենցավան համայնքում, Վայոց ձորի Բայք համայնքում եւ Երևանում։ Լավ։ Հա, գիտեմ, հրազդանում ուրիշ առիթով կմտնենք անպայման։ Ես մի օր պատահական ընդեղ կմտնեմ։ Առաջին տպավորությունը արդեն շատ լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կենտրոնի երիտասարդական աշխատող Նանան են Աղավնաձոր բնակավայրի։ Ուրախ եմ շատ։ Ինչ եք անում, ինչով եք Երիտասարդները զբաղվում։ գալիս են այստեղ եւ գրանցվում են սկզբում եւ իրենց արդեն միջոցառման են գնում։ Ինչ միջոցառում։ Կարող ենք հենց հիմա նայել ինչա այստեղ կատարվում։ Մի րոպե, մի րոպե։ Բարև ձեզ։ Լավ եք, նստեք։ Բարև ձեզ, ինչ եք խաղում։ Ահա, հələ մի հատ եկեք։ Ոնց եք խաղում այդ խաղը։ Նստի, բարև։ Նստի։ Ես համනම් պետք է օվարացնեմ մշակում Ստական հետաքրքիր տեղ է, շատ են սիրում հայերենը։ Թայլանդ։ Շրի Լանկա։ Հենա, վեկա։ Ես որն է իրակն։ Իրակ։ Դուս ուտ լսեցի։ Որին ակտիվացի։ Այ։ Թուրքմես։ Մալայ։ Դուբայ։ Շրի Լանկա։ Ասիայի մագտնվում։ Այ։ Ք։ Այո։ Մալը չի։ Ասիայի մաս ֆյով է սկսվում։ Ինչով։ Ֆյով։ Ֆիլիպիններ։ Այո, այո։ Գանա։ Մյով է սկսվում։ Մյանմար։ Բիրմա, այո։ Ասիայա։ Օման կա դրա նման մի հատ այլամնա եյով է սկսվում։ Այո։ Ես ինչ դժվար դրոշներ եք ձեր դրոշներ։ Ես սովորում եմ։ Ես կոնն է։ Երկու բառից է բաղկացած, արևելյան ինչ-որ բան է, Ասիայի մագտնվում։ Թիմոր։ Ապրես։ Ահա, ճիշտ է, դժվար են։ Ասիա, այո, Ինչ։ Լաոս։ Լաոս, այո։ Դուբայ։ Վրաստան։ Հյուսիսային կողմ։
Աֆրիկա գնան, այնքից էլ։ Չելի միշ։ Լավ դուք խաղացեք, ես նենացի։ Աչո։ Այս հատվածը ամառային ավելի շատ հատվածն է, յուղում թերևս սրճարան եւ նման բաներ չկան ժամանցային։ Հոյակապա։ Կամրանը նաեւ կկարողանան ժամանց վայրում։ Այսինքն սրճարան կլինի։ Կարծում ենք այո, սոցիալական ձեռնարկատվության մոդելով կաշխատվի։ Լավ տեսարան է։ Կարելի է Երևանից էլ գալ սուրճ խմել ստեղ տեսարանին։ Ավրանը շատ գեղեցիկ է։ Շատ լավ է, իմ մտքով էր լետ էր անցնում։ Հասանելի կլինի, այո, բոլոր Շատ լավ է, շատ կարևոր է։ Քանի որ ներսից դառնել, գոնե դրսից կարողանում ենք ապրել։ Իսկ քանի այցելու ունեք։ 2 ամսվա ընթացքում ունեցել ենք 600 շուրջ այցելու, ինչի որ մեր նախատեսվածից Հա։ համար ենք այդքան նախատեսում։ 2 ամսում Բարև ձեզ։ Ինչ եք անում դուք, ուղղակի ընթերցանությամբ եք զբաղված։ Շատ լավ է։ Դուք գյուղից եք։ Ձեր կյանքում ինչ-որ բան փոխել է կենտրոնը։ Այո, ժամանցի կար։ Իսկ որ չկար կենտրոնը ժամանցի ուրիշ ինչ վայր կար։ Ստեղ կարելի է սուրճ խմել, թեյ խմել, կարդալ, խաղալ, շփվել։ Շատ լավ է։ Լավն է։ Կարևորը աշխատանքի բարելավը։ Կարևոր աշխատանքի որակը շատ լավն է, երևում է, որ խնամքով արված։ Ահա։ Բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Դուք Աղամնաձորից եք։ Ձեր կյանքում ինչ ա փոխել այս կենտրոնը։ Հա։ Լիքը լավ բաներ։ Օրինակ։ Օրինակ, խելաց ենք դառնում քեշ-քեշ։ Դե առաջ էլ եք խելացի, բայց ավելի խելաց եք դառնում։ Շատ լավ է։ Էլ չեմ սպորտ եք նայում։ Հիմա ասենք նախկինում որ ուզենայիք իրար հետ հավաքվեիք եւ ըմբշամարտը նայեք, որտեղ պետք է նայեք։ Տներից մեկում։ Հա, ստեղ ամեն տանը էլի։ Չէ, նկատի ունեմ, որ չկար կենտրոնը։ Հա, բայց այդտեղ երևի ավելի հարմար է, չէ, որովհետեւ տան շարժը եւ այլն, հետո հոգս պատճառել, այդտեղ ավելի հարմար է։ Հա։ Պարզ է կոնցեպտը։ Բացումից ի վեր արդեն 5 ֆիլմ ունենք։ Լավ, այստեղ էլ ենք ոնց որ ինչ-որ մի բանաձև գտել, որը կաշխատի։ Այսինքն լոֆտի օրինակը կա, այս տարի ունենք էլի գրանտային ծրագիր։ Չէ, դե գյուղի համար շատ ստեղ ինչ էր։ Այստեղ հիմնական կոնֆերանս սրահն է։ Երեխեքը որ քաղաքապետությունները Հա, այս մտել ենք ստեղ, հա, մի րոպե։ Բոլոր դռները մտանք, այսինքն։ Շատ լավ։ Լավ է։ Իհարկե կենտրոնը միայն այս գյուղին չի ծառայում, ինքը կենտրոնական դեր ունի 5 րոպեին կողմից ինքնամ զարգացող Չէ, դե ինքը որ ձգողականություն ունենա կգան կողքի համայնքների։ Շատ լավ է։ Եվ ամբողջ համայնքում միակ կենտրոնը երիտասարդների։ Բնականաբար, ասենք մենք որտեղ գյուղական բնակավայրերում sense կենտրոններ ունեցել ենք ընդհանրապես։ Սա նորություն է եւ շատ կարեւոր նորություն է։ Հիմա արդեն այս 10 րոպեի ընթացքում, որտեղ ինձ մի հետաքրքիր էր, բովանդակությունից բովանդակությամբ ենք լցնում եւ դա տեսանելի է ու շատ լավ է։ Հիմա հանրապետությունում քանիսն ենք։ Այսինքն մենք գրանտային ծրագիր ենք 20 միլիոն, հա, 26 միլիոն է գրանտային ծրագիր։ Այստեղ մոտ 36 միլիոն է։ Այո։ Գաղափարը հենց այդ է, որ մենք քաջալերենք, որպեսզի ինչ որտեղ այդ հնարավորությունը կա, օգտագործենք։ Այո, ծողների ակում ունենք, 70 այցել ունենք, հետաքրքրականություն ունենք ժամանակակիցներ, փորձում ենք համադրել կանապորն արաբերը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ էլ Լավ եղեք։ լավ եղեք։ Բարեժություն։ Շնորհակալություն։
Ասում եմ լավ տեղ է ստացվել երիտասարդների համար։ Ինչ կա չկա, բա։ Ինչ հարցեր ունեք։ Ինչ ճիշտ է ժամանակ շատ չունենք, բայց ամենակարևոր մի երկու բան որ ասեք, Կարևոր խաղաղություն ունենք։ խաղաղություն ունենք։ Մնացածն էլ կնշանակենք։ Այսինքն շատ ճիշտ եք ասում։ Խաղաղությունը լինի այն մնացած հարցերը չլուծվելու որևէ տարբերակ ուղղակի չկա, որևէ տարբերակ չկա։ Մեկ էլ մի բան կա, Խախսիում էլ ասցի, Խախսիում ասում են դե գյուղում այս խնդիրը կա, ասում եմ կլուծենք, ասում են այս մի խնդիրը կա, ասում եմ կլուծենք, ասում են մի խնդիրը կա, ասում են կլուծենք, ասում են բայց մի պայման կա, ասում են ինչ, ասում եմ դե չգիտեմ ներկաներից ով է որ տնտեսական գործունեությամբ զբաղվում է, կարող է մեկը այո, մյուսը ոչ, բայց համոզված եմ որ բոլորը ինչ որ տեղից խանութից ինչ որ գնում անում են։ Միակ պայմանն է նա, որ գնում անելիս ՀԴՄ կտրոն ստանաք, որպեսզի պետական բյուջեում միջոցներ գեներացվեն, որ այդ միջոցները ծախսվեն։ Հետո ասում եմ միջև հիմա որ ինչ խնդրեմ կա գյուղում որ չլուծված է, դա ինչի հետևանքն է։ Դա մի բանի հետևանք է, որ նախորդող շրջանում ոչ ՀԴՄ ենք ուզել, ոչ ՀԴՄ ենք վերցրել, ոչ դրա մասին մտածել ենք։ Այսինքն ես որ հաշվում եմ, իմիջիայլոց պարոն Խաչատրյան, հա չէ, իմիջիայլոց կարելի է մի հատ բան անել, էլի մոտավորապես, չգիտեմ, բանաձև անել, թե նախորդող շրջանում մեր չվերցրած, ընդ որում ես էլ Ժողովուրդ ջան, այս հանկարծ չստացվի էլի, որ ես տենց ձեր մասին խոսում եմ, իմ մասին խոսում։ Ես իմ նախորդ շրջանը որ հիշում եմ, ասենք տենց ա եղել, չենք վերցրել։ Հələ մի հատ էլ բան ենք արել, որ բայց փաստը է դա, փաստն է դա, որ մեր բազմաթիվ խնդիրներ չլուծված են, որովհետև չենք ես, առաջին հերթին ես։ Բայց որովհետև էդ էլ է, որ մի պահ գալիս է հասկանում ես, որ այդ շատ կարևոր դրդություն է։ Իսկ ձեր ասածը 100% ճշմարիտ։ Կներեք, այդ կուլտուրան ժողովրդի մեջ նոր է ձևավորվում։ Բայց ձևավորվում է այդ եմ Իհարկե ուզում։ ձևավորվում։ Շատ լավ է, Գյուղը գյուղերը, ուրեմն քաղաքում դա արդեն հոյակապ է, շատ լավ լուր եք ասում, շատ լավ լուր եք ասում, շնորհակալ եմ։ Կենտրոնն շատ լավ է։ Մենական հանգստությունը, խաղաղությունը։ Ժողովրդի ուշքի միտքերը։ Խաղաղությունը ներկա է։ Հա հենց հիմա այս պայն ներկա է։ Բայց ես այդ բանն եմ անում, այդ համեմատությունն եմ անում։ Խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Որտեւ ես միշտ համեմատում եմ ինչքան մտածում եմ ավելի դիպուկ համեմատություն ես չեմ, համեմատում եմ երեխայի հետ։ Երեխան երբ որ ծնվել է, ինքը կա արդեն, ինքը մարդ է, ինքը ապրում է։ Բայց երեխային եթե խնամք չտանես երեխայի, չի ապրի ինքը։ Ընդ որում իրան պետք է շարունակաբար մինչև այն կետը խնամք տանես, որ ինքը արդեն ինքը սկսի խնամք տանել իր աշխատանքով եւ այլն եւ այլն։ Իհարկե խաղաղության պարագայում process-ը այդքան երկար չի, ես համոզված եմ, չնայած մեծ հաշվով երկար է, գիտեք, երկար է այն առումով, որ տասնամյակների թշնամանքը ինքը տասնամյակներ տևելու է հաղթահարելու համար, բայց կարևորը այս հիմքը դրված է, մենք արդեն ուղիղ 2 տարի է, ամիսը ապրիլ ամիսն է, 2 տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք։ Ու դա այո, մեզնից է կախված եւ այս է պատճառը, որ մենք մեր ժողովրդին մի բան ենք ասում։ Ինչա՞ մարեմ ասում, շեշտում եմ։ Այս գյուղը 89 թվից, 90 թվից արդեն Շահումյանում ա եղել։ Մենք ջոկատ կազմած, փոքր գյուղ է, բայց մեծականակ ջոկատով մինչև 44 օրյա պատերազմ, մինչև Ղարաբաղի 23 թիվը ընդեղ եք եղել։ Մեր տեղը գիտես ընդեղ են եղել։ Մենք տեսած ենք, այս ամեն ինչը տեսած ենք։ Մեզ հիմա տենող մարդուն դա պետք է, չտենողը կարող է ուզի, բայց տենողը դա կյանքում չի ուզի։ Առավել եւս այդ պարագայում ես շնորհակալ եմ ձեզ, ձեր դիրքորոշման ու ձեզ ըմբռնման համար։ Որովհետեւ դա շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը անցած մարդիկ այդ դիրքորոշմամբ եք հանդես գալիս, դա շատ ուժեղացնում է խաղաղության տրամաբանությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Դե գնանք ձեր թույլտվությամբ։ Լավ եղեք։ Հաջողություն։ Առաջ։ Տեսություն։